Ողջույն, այս տեսանյութում ես կկիսվեմ, թե ինչպես են առաջանում տագնապի գրոհները, դրանց մեխանիզմները, փուլերը և թե որ փուլում ինչպես կարելի է դրանց վրա ազդել, որպեսզի կարողանան կառավարել և ի վերջո ազատվել տագնապի գրոհներից։ Տագնապային վիճակները, տագնապի գրոհները դրանք սարսափի զգացողությունն է։ Ըստ էության դա էմոցիա է, շատ սուր, խոր արտահայտված, որի հիմքը վախն է, որի հիմքը մահվան վախն է, վախ կորցնել գիտակցությունը, վախ չկարողանալ կառավարել իրավիճակը, մի խոսքով տագնապային վիճակների հիմքը վախն է։ Եվ ինչպես է այդ վախը առաջանում եւ ինչու է այդ վախը այդպես սուր արտահայտվում մարմնում, որ մարդուն թվում է, որ իրոք իր հետ ինչ-որ վատ բան է կատարվում։ Ես վստահ եմ, որ ձեզ բազմիցս ասել են կամ շատերը ձեզանից հետազոտվել են եւ նրանք բազմաթիվ անգամ լսել են, որ ձեր հետ, ձեր օրգանիզմի հետ ամեն ինչ կարգին է։ Ինչպես այն ձեռնարկում, որը ներբեռնել էիք, ճանաչիր եւ կառավարիր նևրոզն ու տագնապը, այդ ձեռնարկում մանրամասն ամեն ինչ նշված է։ Նրանք, ովքեր այդ ձեռնարկին ծանոթ չեն, կարող են ներբեռնել իմ կայքից կամ հղումը ես կդնեմ այս տեսանյութի նկարագրության մեջ։ Եվ այդ ձեռնարկում հստակ փուլերով ամեն ինչ նշված է առաջի սիմպտոմներից մինչև բուժման պրոցեսները։ Այս տեսանյութում ես ավելի մանրամասն հստակ տեսանելի ցույց կտամ, թե որ փուլում ինչպես կարելի է դրանց վրա ազդել։ Եվ ամենակարևոր կետը հոգեկրթության տեսանկյունով, որ իրենից ներկայացնում է ինչպես այդ ձեռնարկը, այնպես էլ այս տեսանյութը, շատ կարևոր է տագնապի հաղթահարման հարցում, որովհետև եկեք մի համեմատություն անենք, որ օրինակ ինչ-որ մի իրենք գնել, էլեկտրոնային տեխնիկա են գնել, որը մեր համար անծանոթ է եւ բացում ենք, ուզում ենք դրանից օգտվել, չկա այսպես ասած ինստրուկցիա, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ պետք է անել, որպեսզի այն միացնել եւ դրանից օգտվել։ Եվ նման կերպ պատկերացրեք, որ մենք երբ ծնվում գալիս ենք աշխարհ, մենք ունենք օրգանիզմ, մենք ունենք ուղեղ, ունենք հոգեբանություն, ըստ էության մեր կրթական մանկապարտեզից մինչև համալսարանական կրթություն մեզ սովորեցնում են ամեն ինչ, փող աշխատել, փող չաշխատել, աղքատ լինել, հարուստ լինել, չգիտեմ, ամեն ինչ սովորացնում են, բայց մեզ չեն տալիս այսպես ասած ինստրուկցիան, թե մենք մեր օրգանիզմի, մեր հոգեբանության, մեր ուղեղի հետ ինչպես աշխատենք։ Եվ դրա արդյունքում առաջանում են նաև տագնապային գրոհները, այսինքն տագնապային գրոհները առաջանում են, բայց մենք չունենք այդ ինստրուկցիաները, որպեսզի կարողանանք փոփոխենք այդ կարգավորումները եւ մեր օրգանիզմը եւ մեր միտքը, մեր էմոցիաները հանգստանան։ Եվ այդ տեսանկյունով հոգեկրթության առումով շատ կարևոր է այն ինֆորմացիան, որը ես կտամ այս տեսանյութում։ Եվ արձանագրելով, որ տագնապային գրոհները դրանք վախեր են, շատ խոր, սուր, սարսափի նման վախեր են, պետք է հասկանանք դրանց պատճառը, առաջացման մեխանիզմը, մարմնում արտահայտվելու այդպես շատ սուր, հիվանդագին ձևով արտահայտվելու պատճառները եւ գտնենք, թե ինչպես կարելի է այդ փուլերի վրա ազդել, որպեսզի կարողանանք տագնապը կառավարել։ Տագնապային վիճակը դա բնական, նորմալ ինքնապահպանման բնազդի մի մասն է։ Դա ծրագիր է, որը դրված է մարդու գենետիկական մակարդակով, մարդու ֆիզիոլոգիայի, մարդու հոգեբանության մակարդակում, որպեսզի մենք մեր երկրային կյանքում, երբ որ ապրում ենք, կենսագործունեություն ենք ծավալում, որպեսզի կարողանանք մեր այդ վախի, սարսափի զգացումով հեռու մնալ վտանգից, պաշտպանվել, փախնել կամ վտանգը ոչնչացնել, հարձակվելու ձևով։ Այսպիսով տագնապային վիճակները դրանք նորմալ բնական վիճակներ են, որոնք արտաքին, երկրային աշխարհում մեզ պետք են գոյատևման համար։ Այսինքն դա նման է նրան, երբ որ օրինակ նախնադարում մի որևիցե գիշատիչ, կենդանի մոտենում է մարդկանց խմբին, մարդկանց մոտ առաջանում է այդ տագնապային ռեակցիան, սուր
վախը, մահվան վախը, որովհետև այդ կենդանին իրոք վտանգավոր է, որովհետև կարող է նրանց հոշոտել եւ առաջանում է որոշակի կենսաֆիզիոլոգիական ռեակցիա այդ վախի, այդ տագնապի, այդ վտանգի նկատմամբ եւ մարդիկ կամ ինչ-որ մահակ փայտ նիզակ են վերցնում կամ փախնում են կամ թաքնվում են, մի խոսքով այդ տագնապային զգացողությունը, վախը, որը օրգանիզմում հստակ առաջացնում է փոփոխություններ, սրտի աշխատանքի արագացում, շնչառության արագացում, մկանների արյան գերհոզ, որպեսզի մարդ կարողանա հարձակվի կամ փախնի, եւ բնականաբար շնչառության արագացումը արագ թթվածին է ապահովել, սրտի աշխատանքի ավելացումը, որ այդ արյան միջոցով թթվածինը շրջանառվի, մի խոսքով սա բնական նորմալ process է, բայց 21-րդ դարում ըստ էության մենք ամեն օր չենք հանդիպում նման ինչ-որ վագրերի կամ չգիտեմ դինոզավրների, որպեսզի պաշտպանվենք եւ այստեղ առաջանում է մի խնդիր, մարդ արարածը լինելով բանական էակ, ունենալով բանականություն, ուղղակի իր համար լրիվ նորմալ պայմաններում, որ չկա ֆիզիկական մի որևիցե վտանգ, կարող է իր համար տանը նստած ապրել սարսափի զգացողություն։ Ամենապարզ օրինակը, օրինակ սարսափ ֆիլմ նայելով, մարդը կարող է նստել նայել վախենալու, այսպես ասած կինո, ու այդ զգացողությունները, սրտի աշխատանքը եւ այլն ամենը իր մոտ առաջանա։ Իսկ տագնապային գրոհները որպես հոգեհուզական, որպես բժշկական խնդիր, սրանք արդեն անկառավարելիորեն մեր ենթագիտակցությունից եկած իմպուլսների, ինֆորմացիայի, այսպես ասած պատճառի հետևանքով առանց մեր գիտակցության սկսում է այդ տագնապային ռեակցիան մեր օրգանիզմում։ Այսպիսով առաջի կետը, որ մենք պետք է արձանագրենք, դա այն է, որ տագնապային վիճակները դա բոլոր մարդկանց բնորոշ նորմալ առողջ վիճակ է։ Երկրորդ խնդիրը, երկրորդ կետը, որ պետք է արձանագրենք, որ տագնապային վիճակները որպես բժշկական, հոգեբանական խնդիր, երբ որ առաջանում են, դրանց առաջացման այդ տրիգերը, գործարկիչը գտնվում է մեր ենթագիտակցության մեջ։ Այսինքն մենք չենք էլ գիտակցում որն է պատճառը, մարդ լրիվ առողջ, առօրյական իր համար ապրում է, ու մեկ էլ միացավ, նոպան սկսեց, մարդ միանգամից հայտնվեց այդ վիճակի մեջ։ Երկրորդը, ամենակարևոր կետը, որ խնդրի պատճառը անտեսանելի ու անհասկանալի է, եւ դա ինձ թվում է դուք բոլորը լավ գիտեք, սկսած բժշկական հետազոտություններից, վերլուծություններից, չգիտեմ, իրավիճակից կամ ամեն նոպայից սկսելուց դուք տեսնում եք, որ ինչ որ արտաքին լուրջ բան չկար, բայց միանգամից գնում է վատացում։ Եվ հիմա հասկանանք, թե ինչու է այդ ամենը տենց ծանր արտահայտվում օրգանիզմում, այդ մահվան վախը, անօգնական լինելու, մի խոսքով եւ այդ ամենը հասկանալու համար պետք է արձանագրենք, որ տագնապային վիճակները դրանք վտանգի նկատմամբ վտանգ մեր օրգանիզմի տված պատասխանն է։ Իրական, նորմալ բնական տագնապային գրոհների պատճառը արտաքին վտանգ է, որը կարա լինի օրինակ, չգիտեմ, մեքենան 21-րդ դարում, կարող է լինել պատերազմը, ցանկացած բան, արտաքին վտանգ եւ ներքին վտանգ, ենթագիտակցական եմ գրում, որովհետև մեր գիտակցությունից այն կողմ է, ներքև է, մենք այն չենք գիտակցում։ Այսպիսով տագնապային վիճակները առաջանում են, երբ կա արտաքին վտանգ կամ ենթագիտակցական մտքի մակարդակով, որը մենք չենք գիտակցում։ Այդ վտանգը, երբ որ հայտնվում է, մարդու ուղեղը իմպուլսներ է ուղարկում մակ երիկամներին, մի խոսքով իր օրգանիզմին այնպիսի իմպուլսներ է ուղարկում, որպեսզի առաջանան սթրես հորմոնները։ Գրում ենք սթրես հորմոններ։ Սթրես հորմոններ։ Սթրես հորմոններից ամենահայտնին այդ ադրենալինն է, եւ եթե դուք հետաքրքրվեք, բացեք, կարդաք ադրենալին դեղի ինստրուկցիան, այդ
իր ցուցումները, հակացուցումները, կողմնակի էֆեկտները բոլոր տուփերի մեջ լինեն, նույնիսկ համացանցում էլ կլինի, նույնիսկ դուք կտեսնեք, որ շատ սիմպտոմներ, որ դուք ունեք, հենց նույն ադրենալին դեղի կողմնակի ազդեցություններն են, պաբոչնի էֆեկտներն են։ Կա վտանգ, որևիցե պատճառով արտաքին կամ ներքին, այդ վտանգից ելնելով մեր օրգանիզմը միացնում է ինքնապահպանման բնազդով միացնում է իր ռեսուրսների այնպիսի կառավարման մի ռեժիմ, որպեսզի մարդ կամ կարողանա փախնի, կամ կարողանա հարձակվի։ Այսինքն, եթե վտանգը մեծ է, մարդը փախնի դրանից, եթե վտանգը այդքան էլ մեծ չի, հարձակվի եւ վերացնի, չեզոքացնի այդ վտանգին, բայց երբ արտաքին է վտանգը, օրինակ, ասենք, փողոցում կանգնած ենք, լուսացույցի տակ, սպասում ենք կանաչ լույսը գա մինչև քայլենք, եւ հեռվից, օրինակ, մի 100 մետր այն կողմ մենք լսում ենք շատ ուժեղ մեքենայի շարժիչ, շարժիչի ձայնը, այնուհետև կտրուկ արգելակումը, որ այդ ասենց ասած ճռռցնում է ավտոն, այդ ձենն է գալիս այդ ակների, այդ ժամանակ մեր մոտ արտաքին վտանգից միանում է մեր ուղեղը ընկալում է որպես վտանգ այդ ձայնից, միացնում է այդ ստրես պատասխանը եւ շատ ժամանակ մենք անկախ մեզանից կարող է հետ գնանք կամ միանգամից լարվենք ու նայենք թե որ կողմն է, որպեսզի այդ վտանգին համապատասխան արձագանքենք։ Տվյալ դեպքում մենք չենք կարող հարձակվել, փախուստ պատասխանն է։ Եվ տեսած կլինեք, երբ որ մարդուն կտրուկ վախացնում են, շատ ժամանակ մարդիկ այսպես վեր են թռնում, որը եւս ստրես պատասխանն է ակնթարթային, մարդը ռեֆլեկտոր կերպով փորձում է փախնել վտանգից։ Եվ ի տարբերություն արտաքին, վտանգներին, երբ որ խնդիրը գալիս է այդ տրիգերը ակտիվացնողը գալիս է ենթագիտակցությունից, մենք չենք տեսնում, չկա պատճառ, չկա հիմնավորում, բայց այդ բոլոր զգացողությունները, ապրումները, մեխանիզմները գործարկվում են ու առաջանում են այդ սիմպտոմները, որոնք բնորոշ են ստրես հորմոններին, նույն ադրենալինի այդ պաբոչնի էֆեկտները։ Գրում եմ սիմպտոմներ։ Սիմպտոմներ, որոնք ամենաառաջնային, ինքնապաշտպանական մեխանիզմով դա շնչառության արագացումն է, որպեսզի մեր օրգանիզմը թթվասնով ավելի հարստանա, որպեսզի մեր մկանները ավելի լավ գործեն, կամ հարձակվենք, կամ փախնենք այդ վտանգից։ Բայց աբսուրդը այստեղ այն է, որ չկա այդ արտաքին վտանգը, բայց այդ մեխանիզմը ներքին պատճառով սկսում է աշխատել, գործել։ Եվ հաջորդ փուլում, երբ որ մեր մոտ այդ սիմպտոմները դրսևորվում են մեր մարմնում, առաջանում է հետաքրքիր մի պրոցես, երբ որ կա արտաքին վտանգ, դա հիմնավորված է, մենք դրան այսպես ասած նորմալ ենք նայում, բայց երբ որ չկա, մեր ուղեղը սկսում է վերլուծել եւ հասկանում է, որ ինչ որ մի բան այն չի ու միանգամից միացնում է բացասական էմոցիաները։ Բացասական էմոցիաներն է միացնում եւ մենք ունենում ենք հոգեբանորեն, հոգեհուզական ոլորտում շատ խոր տրամադրության անկում, նույնիսկ բարկություն, նույնիսկ հուսահատություն, ամենախառը բացասական էմոցիաները արդյունքում կարող է առաջանալ։ Բայց օրինակ պատկերացնենք այդ մարտարվեստների այդ ութանկյունում, չգիտեմ, բոյբեսպրավիլների բանի ժամանակ, այս մեխանիզմը առաջանում է, կա արտաքին վտանգ հստակ հակառակորդ, առաջանում է ստրես պատասխանը օրգանիզմում, հորմոններն արտադրվում է, սիմպտոմները դրսևորվում է, դուք տեսնեք, որ իրանք հեվում են, այսպես արագ շնչում են, եւ էմոցիան բնականաբար բացասական չի առաջանում հիմնականում, իհարկե պարտության մասին չի, բայց այդ պայքարի ժամանակ հաստատ իրանք էմոցիա չեն ապրում, իրանց մոտ չեզոք է, զերո էմոցիա, իրանք նպատակ ունեն ու այդ իրանց հորմոնները, որ արտադրվել է ստրես, այդ սիմպտոմներով շնչառությունը եւ այլ, իրանք իրանց մեջից հանում են։ Եվ սա հետաքրքիր մի կետ, որ նույն ֆիզիկական ակտիվությունը շատ լավ օգնում է հանգստացնել տագնապային վիճակները։
Եվ երբ որ կա արդեն բացասական էմոցիաներ, առաջանում է վերլուծություն, մեր ուղեղը, մեր գիտակցականը սկսում է վերլուծել, քանի որ ինքը չի տեսնում, թե որն է պատճառը ենթագիտակցությունից եկող, ինչ պատճառից է սկսել, գիտակցապես ասում է, չէ, հաստատ իմ հետ մի վատ բան կատարվում է, հենց այնպես տեղը նստած ես վատացա։ Ինքը պատճառը չգիտի եւ դրա համար առաջանում են բացասական մտքեր։ Եվ դրա դրսևորումը հենց այն փաստն է, որ իմ այցելուների մեծ մասը, երբ որ գալիս են ինձ մոտ, բերում են մի տոպրակ հետազոտություններ, կատեներ, չգիտեմ, ամենատարբեր հնարավոր հետազոտությունները։ Եվ տեսանյութում իմ այցելուի հետ, երբ որ մենք վերլուծում էինք աշխատանքը, արդյունքները, ու ես խնդրեցի, որ ինքը պատմեր 10 տարի առաջ որ սկսել էր, այդ 10 տարվա ընթացքում թե ինչքան տարբեր տեղեր, երկրներում ինչ հետազոտություններ է անցել ու ինչքան գումարներ է ծախսել, հենց սրա դրսևորումն է, երբ որ այս process-ը առաջանում է, բացասական էմոցիաները առաջանում է, մտքերը, գիտակցական մտքերը չեն ստանում պատասխան, ոչ բժիշկներն են տալի պատասխան, հստակ, ոչ հետազոտություններն են տալիս, ոչ միտեղ մարդ չի գտնում այս հարցի պատասխանը, բայց այնինչ այդ հարցի պատասխանը պատճառը գտնում է ենթագիտակցության մեջ։ Եվ մինչև այս կետը, երբ որ մարդ չգիտի, իր գիտակցապես չի հասկանում, թե որտեղ է իր խնդրի պատճառը, ինքը տառապում է։ Ու այս բացասական միտքը, երբ որ չգիտի, որ իր խնդրի պատճառը ստեղ է, այս բացասական միտքը, այս process-ը նորից ավելի է, այսպես ասած, ակտիվացնում։ Ուղեղին տալիս է նորից հրահանգ, որ կա վտանգ, ես ինչ որ վատ հիվանդությամբ հիվանդ եմ, անհասկանալի հիվանդությամբ հիվանդ եմ, իմ հետ վատ բան է կատարվում։ Այս միտքը նորից սնում է, առաջանում է նորից այդ վտանգի զգացողությունը, մինչև այդ կար ենթագիտակցական պատճառով, հիմա գիտակցապես մարդը սկսում է նորից վտանգ, էլի ստրես հորմոններն է արտադրվում, այդ սիմպտոմները ավելի է երկարում, այդ էմոցիաները ավելի բացասական է դառնում նորից ու սենց մարդ կարա տասնամյակներով տառապի, քանի դեռ չի գտել, չի հասկացել որտեղ է իր խնդրի պատճառը։ Երբ մարդ բացահայտում է, արդեն իր սիմպտոմները բավականին հանգստանում են, մեղմվում են։ Եվ ես վստահ եմ, որ մի 10-20% մարդկանց մոտ, ովքեր դիտում են այս տեսանյութը, ուղղակի այս ինֆորմացիայից, երբ որ այդ անորոշությունից, ամիսներ, շաբաթներ, տարիներ չի գտնում պատճառը, չի հասկանում ինչ է իր հետ կատարվում, ուղղակի որ իմանում է այդ անբուժելի հիվանդություն չի, այդ անհայտ ծագման ինչ-որ բան չի, այլ հստակ ունի պատճառ, ունի մեխանիզմ եւ հնարավոր է դրանից ազատվել, արդեն մի փոքր սենց մարդ շունչը սենց հանգիստ շունչ է քաշում, էլի, մի քիչ հոգին թեթևանում է, որ վերջապես ես հասկացա, որ կա, այսքան տարի ես տանջվել եմ, ու այդ իմանալուց հետո, երբ որ սկսում ենք ենթագիտակցականի հետ աշխատելը, այս մեխանիզմը քանդվում է։ Այսինքն, եթե այնտեղից այդ պատճառը չկա, այդ վտանգի զգացումը չկա, հորմոնը, ստրես հորմոնը չի արտադրում, սիմպտոմները չկա, էմոցիաները չկա, միտքը հանգիստ է, այս շղթան քանդվում է։ Մի հատ այս կապը քանդվեց, վերջ, քանդվում է, ու իմ այցելուները, երբ որ ասում են, ես ախր չէի պատկերացնում, որ իրականում այսքան ամեն ինչ պարզ է, ու սենց ես կարող եմ ազատվել եւ այլ, հենց խոսում է սրա մասին, որ ընդհանրապես խնդիրը ենթագիտակցությունում է։ Մենք չենք տեսնում, հենց բառը հուշում է, ենթագիտակցություն։ Եվ արդյունքում խնդիրը կլուծվի, երբ որ ստեղ մենք մաքրենք, բայց ամեն ինչ հերթով պետք է անենք, մինչև այնտեղ հասնելը մենք ունենք աշխատելու քայլեր, որոնք պետք է անել այս մակարդակներում, երբ որ կա վտանգի մակարդակ, երբ որ կա վտանգի զգացողություն ու առաջանում է ստրես հորմոնները, սիմպտոմները դրսևորվում է, մենք կարող ենք այս փուլում, հենց այս ստրես հորմոնները երբ որ արտադրվեց, մենք կարող ենք process-ը կառավարել, կարող ենք ազդել այդ process-ի վրա,
թվում է թե դա ներքին process է, հորմոններ, չգիտեմ ինչ եւ այլ, բայց հոգեբանության մեջ գոյություն ունի պսիխոսոմատիկա, այսինքն հոգուց մարմինը, եւ հակառակը սոմատոպսիխիկա, այսինքն մարմնից դեպի հոգին։ Երբ վտանգի զգացողությունը ենթագիտակցական է, այսինքն պսիխոսոմատիկա, մենք կարող ենք այդ ինֆորմացիայի վրա ազդելով, մեր էմոցիաների վրա, մտքերի վրա ազդելով, ազդել այս process-ների վրա։ Երբ արտաքին վտանգ է, բնականաբար ստեղ արդեն մենք պետք է վտանգից ուղղակի հեռանանք, վտանգից հեռացնենք, վտանգի վրա կարողանանք ազդել։ Եվ երբ որ մենք գալիս ենք այն հասնում ենք գիտակցման եւ կառավարման այն կետը, որ գիտենք, որ մենք կարող ենք ստրես, նույն այդ ադրենալինը ինքնըստինքյան ինքը որոշակի ժամանակ հետո մեր օրգանիզմում վառվում է, ինքը ավարտվում է, վերանում է, վերջանում է այդ ավելցուկ քանակը, ինքը նորմայում էլ միշտ կա մեր օրգանիզմում, մեր կենսագործունեության համար, բայց այդ ավելցուկը միշտ ինքը մարվում է, այրվում գնում է։ Հիմա երբ որ առաջացավ, կան հստակ մեխանիզմներ, որ կարելի է այս ադրենալինի այրումը արագացնել։ Երկրորդ գործոնը մեր ֆիզիկական մարմնում զգացողություններն են եւ նույնպես տեղ մենք կարող ենք սրանց վրա ազդել։ Ռեալ մենք կարող ենք մեր մարմնի վրա ազդել, եթե կա լարվածություն, եթե կա ինչ-որ տհաճ զգացողություններ, ցավի նմանվող, չգիտեմ, նույնիսկ ցավը մենք կարող ենք կառավարել մեր որոշակի էության կենսաֆիզիոլոգիական առանձնահատկություններին տիրապետելով եւ բնականաբար մենք կարող ենք ազդել էմոցիաների եւ կարող ենք ազդել մեր բացասական, էմոցիաների եւ բացասական մտքերի վրա։ Տեսեք, պատճառի մասին չեմ խոսում ենթագիտակցականում որ կա։ Ես խոսում եմ միայն հետևանքների մասին եւ ժամանակակից, հոգեթերապիան, բժշկությունը հենց խորհուրդ է տալիս, որպեսզի մարդ այս ամենը իմանա։ Այսինքն սովորի իր ֆիզիկական մարմինը, իր էմոցիաները եւ իր մտքերը կարողանալ կառավարել։ Երբ որ մարդ կարողանում է կառավարի իր ֆիզիկական մարմնում տեղի ունեցողները, իր էմոցիաները ու մտքերը, արդեն մարդ կառավարում է ըստ էության տագնապը։ Եվ այն ազդեցությունը, այն խնդիրը, այն անաշխատունակությունը, այն պրոբլեմատիկ վիճակը, հիվանդագին վիճակը այլևս չի լինում։ Մարդիկ վերադառնում են նախկին կյանքին, նման կերպ կարող է ինքնաբերաբար տարիքի հետ, օրինակ 50-ից հետո շատ դեպքերում, շատ չէ, բայց որոշակի տոկոս դեպքերում լինում է ինքնաբերաբար, այսպես ասած, ռեմիսիաներ, երբ որ տագնապային գրոհները, որ ոչ բուժվել են ճիշտ ձևով, տարիներով մարդ տանջվել է, տարիների ընթացքում կարող է հետ նահանջի, ինքն իրան ոնց որ ասած անցնի։ Իհարկե ինքը չի անցնում, պատճառը ենթագիտակցության մեջ է, այս ամբողջ process-ները կա, բայց այնքան թույլ մակարդակով է տեղի ունենում, որ մարդուն չի անհանգստացնում։ Եվ նման կերպ այսօր մեր իրականության, մեր շուրջը կան շատ մարդիկ, ում մոտ այս մեխանիզմը աշխատում է, բայց ինքը չգիտի, որ դա տագնապային գրոհ է, որովհետև սիմպտոմները էմոցիոնալ մակարդակով մինչև խնդիրը այնքան թույլ մակարդակի է, որ նույնիսկ կարա կապի եղանակի հետ, չգիտեմ, ինչ որ արտաքին, հարաբերությունների հետ, բայց այս մեխանիզմը կա, հստակ պատճառը կա, հենց ենթագիտակցությունից, այս շղթայով ամեն ինչ գնում է, հենց բացասական մտքերով էլի ամեն ինչ խորանում է, բայց մարդուն չի թվում, որ ինքը ունի տագնապային ինչ-որ խնդիր։ Եվ տագնապային խնդիրներ, նևրոզները, դիագնոզը դրվում է բժշկական հետազոտությունների արդյունքում։ Բայց երբ որ ոչ տագնապն է մաքսիմալ արտահայտված, ոչ էլ հիվանդություններն են ինչ-որ լուրջ աշճանի արտահայտված, մարդիկ տասնամյակներով կարող է ապրեն այս վիճակում ու ոչ լիարժեք կյանքով, ոչ երջանիկ կյանքով, ասենց ոնց որ անընդհատ քո կյանքում կա այդ ֆանավոյ շումը, էլի անընդհատ ինչ-որ մի հատ հեռուտեղ մի հատ տրակտոր է միացած, այդ դրդրոցը անընդհատ քո ուղեղում կա, կամ եթե համեմատություն անենք, օրինակ YouTube-ում վիդեոների տակ կարգավորումներ կա, չէ, 144p-ից մինչև 4K վիդեո,
144p-ն այդ որակը ամենացածր որակն է, աղավաղված, sense մեծ վանդակներ է, հա, մեջը լինում, անորակ վիդեո է։ Եվ երբ որ մարդիկ չեն ազատվում ենթագիտակցական իրենց խնդիրներից ու sense մի քիչ դիմադրելով, մի քիչ մերթ վատանալով, ասենք մի տարին կամ 6 ամիսը մեկ կամ մի քանի տարին մեկ, մարդու կյանքի որակ այդ տեսանյութի նման ընկնում է։ Ու մարդ սկսում է սպասել, բա հաջորդը երբ կլինի։ Շատ ժամանակ մարդիկ խուսափում են ինչ-որ գործերից, ճանապարհորդություններից, լավ առաջարկներից ու արդյունքում կյանքի որակը շատ խիստ ընկնում է։ Միայն նրա համար, որ այս շղթան կա, բայց շատ կտրուկ տագնապային ձևով չի արտահայտվում, այլ ասած նևրոզի ձևով է արտահայտվում, մարդու կյանքի որակը գցում է։ Մարդ անլիարժեք է ապրում։ Այսպես թե այնպես սուր տագնապային վիճակում էլ եթե նոպաները լինում են, ինչ որ մի օր, կարող է, չգիտեմ, մի շաբաթից, կարող է մի քանի ամսից, կարող է մի քանի տարուց, մի տարվա ընթացքում այն ինտենսիվությունը չունենա։ Ձեր գիտակցությունը, ձեր միտքը, հոգեբանությունը սկսի էլ այդքան չվախենալ, բայց այս process-ները անընդհատ լինելու է։ Ու երբ որ մենք չենք կարողանում կառավարել մեր ֆիզիկական, հա, մակարդակում տեղի ունեցող process-ները, չեն կարողանում կառավարել մեր հոգեբանական, հա, մտքերն ու էմոցիաները, այդ նոպաները անընդհատ վերադառնում են, թեկուզ թույլ ձևով մեզ խանգարում են։ Եվ որpիսի մենք կարողանանք այս սիմպտոմները կառավարենք, ես հələ չեմ խոսում տագնապային գրոհներից առհասարակ ազատվելը, որ գնանք հասնենք ենթագիտակցական, գտնենք պատճառները, մի խոսքով զուտ կառավարել եւ կյանքի որակը բարձրացնել, դրա համար ես պատրաստել եմ 3 օրյա ինտենսիվ աշխատանք, որտեղ տալիս եմ 3 կարևորագույն գործիք, որոնց միջոցով դուք կկարողանաք կառավարել մարմնական մակարդակը, այսինքն կկարողանաք կառավարել ստրես հորմոնների արագ սպառումը եւ սիմպտոմների նվազեցումը եւ հոգեբանական մակարդակը, որտեղ դուք կկարողանաք կառավարել ձեր էմոցիաները ու ձեր մտքերը։ Ամենաառաջնային, հա, այդ ծանրությունը, բեռը, դժվարությունը տագնապային վիճակների ժամանակ, դա մարդու ֆիզիկական մարմնում տեղի ունեցողն է եւ մարդու հոգեբանական վիճակում տեղի ունեցողն է, սիմպտոմներ եւ էմոցիաներ։ Երբ որ մեր սիմպտոմները մենք կարողանանք նվազեցնենք, մեր էմոցիաները հանդարտեցնենք, տանենք դեպի չեզոքը, տանենք դեպի դրականը, տագնապային գրոհը ըստ էության այլևս չի կարող ունենալ ազդեցություն։ Իրա բաղադրիչ է մարմնական սիմպտոմն ու էմոցիանը։ Եթե մենք դրանք հանում ենք կամ նվազեցնում ենք, բնականաբար տագնապի գրոհը արդեն հետ է նահանջում։ 3 օրյա այդ ինտենսիվ աշխատանքի ժամանակ ես ձեզ սովորեցնում եմ աուդիո-վիդեո ֆորմատով նման, հա, ձևով եւ աուդիո ձայնագրություններով, որպեսզի դուք կարողանաք սկսել կառավարել ֆիզիկական մարմնում տեղի ունեցող process-ները։ Շատ պարզ վարժություններ են, բայց պարզ չի նշանակում հեշտ։ Երբ որ որոշում կայացնեք, որ պետք է ձեռք բերեք այդ տեսանյութերը եւ աշխատեք, դուք պետք է ունենաք պատասխանատվություն, դուք պետք է պատասխանատվությունը վերցնեք ձեր վրա, դուք պետք է աշխատեք։ Տագնապային գրոհներով մարդկանց ոչ մի հոգեբան, ոչ մի բժիշկ չի կարող բուժել։ Մարդ կարող է բուժել միայն ինքն իրեն։ Իմ խնդիրը, բժշկի խնդիրը, հոգեթերապևտի խնդիրը, դեղորայքի խնդիրը ձեզ տալ գործիք, հնարավորություն, որպեսզի դուք կարողանաք վերականգնել, վերադարձնել վերահսկողությունը սեփական զգացողությունների, սեփական էմոցիաների, սեփական մտքերի հանդեպ։ Տագնապային վիճակները դրանք վիրահատական, հա, հիվանդություններ չեն, վիրաբուժական հիվանդություններ չեն, երբ որ մարդ ուղակի գնում է, պառկում է, իրեն քննացնում են, բժիշկը մասնագետ ինչ-որ գործողություններ է անում ու ասում է գնա, վերքերդ կմշակվի եւ այլ, հիվանդը տվյալ դեպքում լրիվ пассив դերում է։ Նույնիսկ գիտակցություն պետք չի, նարկոզով անջատած է, բայց տագնապային վիճակները այդպես չի բուժվում։
տագնապային վիճակներից դուրս գալու համար պետք է շատ խիստ համագործակցություն, պետք է պատասխանատվություն, պետք է վճռականություն։ Եվ եթե դուք պատրաստ չեք կարող, վստահ չեք, ես խորհուրդ չեմ տա, որպեսզի դուք ձեռք բերեք այդ տեսանյութը։ Համացանցում շատ կա ազատ ինֆորմացիա, վիդեոներ, չգիտեմ, կարող եք ձեր համար որպես ինֆորմացիա դիտել, բայց եթե ուզում եք արդյունք, պետք է այդ պատասխանատվությունը վերցնեք ու այդ 3 օրյա տեսանյութերում շատ պարզ վարժություններ եմ ասում, բացատրում, որոնք վերականգնում են նույն սրտի աշխատանք, շնչառությունը, ֆիզիկական լարվածությունը, էմոցիաները, մտքերը, դուք կարողանում եք այս ամեն ինչը կառավարել։ Սկսում եք կառավարել։ Առաջի փուլում աշճանաբար աննշան փոփոխություն, աննշան 1-ից 3 անգամ այդ վարժությունները անելուց հետո մի փոքր փոփոխություն։ Որքան շատ անգամ անում ենք այդ վարժությունները, մեր այդ ունակությունը, մեր այդ հմտությունը սկսում է զարգանալ։ Խոսքը վերաբերվում է մեր ֆիզիկական մարմնում պրոցեսների կառավարումը եւ հոգեբանական, այսինքն էմոցիաների ու մտքերի կառավարումը։ Սա հմտություն է։ Օրինակ, ինչպես մենք ժամանակին սովորել ենք գրել, սկզբում տառերի մասնիկներն էին գրում, սենց տողերով նույն մասնիկները, հետո մեկական տառ գրելով էլի տողերով, նման կերպ ես ձեզ սովորեցնելու եմ ձեր սեփական մարմնի զգացողությունները, պրոցեսները սկսել վերականգնել դրանց նկատմամբ ձեր վերահսկողությունը, որովհետև տագնապային վիճակների ժամանակ մարդ կորցրել է, անկախ իրանից ձեռքը լարվում է, սիրտը արագանում է, շնչառությունը չգիտեմ ինչ է լինում ու ամենատարբեր ձևով է արտահայտվում, մեկի մոտ կոկորտում, մեկի մոտ գլխում, մեկի մոտ ծնոտի մկանները, մի խոսքով մեկի մոտ ոտքերի, մեկի մոտ ձեռքի, մեկի մոտ որովայնի, հնարավոր, հա, տարբեր մարմնամասերում արտահայտվում է այդ լարվածությունը։ Մարդ չի կարողանում կառավարել։ Եվ այդ պարզ վարժություններով աշճանաբար ես ձեզ սովորեցնելու եմ այդ կառավարման, հա, ունակությունը, վերահսկողությունը վերադարձնել։ Եվ այդ 3 օրյա վարժությունները հանդիսանալու են բավարար հենք, որպեսզի դուք կարողանաք տագնապի գրոհները, երբ որ առաջացավ, շատ արագ դրանք ոնց որ ասած փակեք, ավարտեք, դադարացնեք։ Իհարկե պատասխանատվությունը ձերն է, այսինքն կախված թե դուք այդ վարժությունները, ինչպես են Այբուբենի, հա, Այբենարանը, երբ որ մենք սկսում ենք սովորել, կախված թե երեխան ինչ պատասխանատվությամբ, ինչ քանակով, ինչ հաճախականությամբ է այդ ամեն ինչը անում, իր ձեռագիրը դրան համապատասխան սիրուն կամ գեշ է լինում, կամ կարողանում է գրի կամ չի կարողանում գրի։ Ես ձեզ տալիս եմ, ես ձեր հետ անհատապես չեմ աշխատում, սա նոր մոտեցում է ԱՀԿ-ի ստանդարտների մեջ մտցված, որպեսզի շատ ծանրաբեռնվածություն կար բժշկական համակարգի վրա, նոր մոդել են մտցրել 21-րդ դարում թվային տեխնոլոգիաները օգտագործել, որպեսզի մարդ, օրինակ, տասնյակ կիլոմետրեր չգնա մասնագետի մոտ կամ մի մասնագետը միաժամանակ չի կարող տասնյակ մարդու ընդունել կամ օրվա մեջ սահմանափակ կոնսուլտացիաներ կարող անել։ Մի խոսքով, սա այս տեսանյութերը գործիքներ են, այս տեսանյութերը աշխատող գործիքներ են։ Եթե դուք այս ցուցումներին հետևեք, քայլ առ քայլ, այն ամենը, ինչ որ ես ձեզ ասեմ, ուղղակի վստահելով, պարտաճանաչ կերպով անելով, նման կլինի այն, երբ որ երեխան սկսում է քայլել, սկզբնական շրջանում վախենալով, բռնած ծնողի ձեռքը, մի խոսքով աշճանաբար արդեն երեխայի ինքնավստահությունը այնքան է բարձրանում, որ ինքը բաց է թողնում, ինքնուրույն կարողանում է քայլել, կամ շատ դեպքերում երեխաները սեղանից բռնվելով են քայլում, ինչ որ հենակ է իրանց պետք, որպեսզի հենվեն, բռնվեն դրանից։ Եվ նման կերպ այս տեսանյութերը կլինեն այդ հենարանը ձեր համար, որպեսզի դուք վերականգնեք ձեր մարմնում տեղի ունեցող պրոցեսները, ձեր մտքում, ձեր էմոցիոնալ աշխարհում տեղի ունեցող պրոցեսները կարողանաք վերականգնել։ Ամեն ինչ շատ պարզ է եւ ինչպես նշեցի, պարզ չի նշանակում հեշտ։ Պետք է կրկնումներ անել այնքան ժամանակ, մինչեւ ձեռք բերեք։ Ուղղակի իմացեք, որ սա անելանելի վիճակ չի։ Դուք ոչ առաջինն եք, ոչ վերջինն եք։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր մարդու համար իր տագնապային խնդիրը, վիճակը արտահայտվում է մաքսիմալ ձևով։ Դա աննկարագրելի է, դա այն աշխարհ գնալ գալուն հավասարազոր բան է։ Ես դա լավ գիտակցում եմ։ Ես դա համարյա ամեն օր տեսնում եմ։ Ու յուրաքանչյուր մարդու համար ամենածանրը իրանն է։
Այն մեկի խնդիրը այդքան ծանր չի կարա լինի, ոնց որ իմ խնդիրը։ Ես դա լավ գիտեմ, բայց ամենածանր դեպքերում էլ, երբ որ հստակ այն ուղեցույցի մեջ նշված կետերով դուք մասնագետներին այցելեք, ձեր թերապևտին հարցրել եք, հետազոտվել եք սիրտը, մի խոսքով անաձև գեղձ եւ այլ, այս ամեն ինչը հերքվել է ու ձեր մոտ կա տագնապային վիճակ եւ մյուս կարևոր դիագնոստիկ ցուցանիշը այն է, որ երբ որ դուք այսպես ասած մի փոքր հանգիստ վիճակում եք, սուր, հա, վիճակում չի, լսում եք վատ ինֆորմացիա, ինչ-որ լուրերով կամ ինչ-որ մեկի մասին, դժբախտ պատահարների մասին, ու սկսում եք ձեզ վատը զգալ, ձեր վիճակը վատանալ, սա ուղիղ ցուցանիշ է, որ ձեր խնդիրը տագնապային խնդիր է, հոգեհուզական խնդիր է, որը պետք է լուծվի միայն այս ճանապարհով։ Ոչ մի դեղ, ոչ մի ուրիշ միջոց չի բուժելու։ Եթե լսում եք վատ ինֆորմացիա, վատ լուր ու դրանից վատանում եք, դա խոսում է այն մասին։ Բայց ասում եմ, դրանից առաջ պետքա մերժված, ժխտված լինի միանշանակ ցանկացած այլ օրգանական հիվանդություն։ Հաջորդ ցուցանիշը այն է ձեր վիճակի վատացման, երբ որ առաջանում է հոգեհուզական էմոցիոնալ ինչ-որ լարում։ Օրինակ, մարդ սկսում է ընտանիքի անդամի հետ կամ, չգիտեմ, ճանապարհին ինչ-որ մի անծանոթ վարորդի հետ վիճել, ինչ-որ լարվածություն էմոցիոնալ ու իր մոտ նորից սկսվում է։ Վիճակը կտրուկ սկսում է վատանալ։ Նույնպես էմոցիոնալ, հոգեբանական ֆակտոր կա։ Սրանք 3 կարևոր կետերն են։ Մերժված, հա, բացառված լինեն օրգանական հիվանդությունները, վատ ինֆորմացիայից, վատ լուրերից վատացում, հոգեհուզական ապրումներից, վեճերից եւ այլ, մարդը նորից վատանում է։ Սրանք հստակ 3 ցուցանիշներ են, որ սրանք տագնապային խանգարումներ են եւ սրանց լուծումը միայն այս ճանապարհով։ Ուզում եք գնացեք, չգիտեմ, ամբողջ աշխարհում պտտվեք, նոր կենսաբանություն ոչ մեկ չի հայտնագործելու, ինչ պետք է ուսումնասիրել մարդու հետ, մարդու ուղեղի հետ կապված, այդ ամեն ինչը ուսումնասիրված է, որ երկրի մասնագետն էլ լինի, էս է ասել։ Պրոցեսը էս է։ Կա մեր որոշակի ֆունկցիա, ինքնապահպանման բնաստ, մեր ազդանշանային համակարգն է, մեր անվտանգության համակարգն է, որի կարգավորումը խառնվում է, ոչ թե միանում է արտաքին վտանգից, այլ միանում է ներքին ենթագիտակցական վտանգից։ Եվ մինչև ստեղ աշխատանքն իրականացնելը մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք այս մակարդակում խնդիրը լուծենք։ Եվ այս մակարդակում, երբ որ խնդիրը լուծում ենք, մարդու մոտ առաջանում է բավականին մեծ հանգստության զգացողություն։ Եվ դրանից հետո արդեն նոր այն աշխատանքն է իրականացվում։ Վերջերս մի հետաքրքիր տեսանյութ տեսա, որը ինձ հետաքրքիր էր, որովհետև երեխա ժամանակ, օրինակ, ես տեսել եմ ֆիլմերի մեջ տարբեր, հա, մի քանի դրվագ տեսել եմ, երբ որ մարդիկ ընկնում են ճահիճի մեջ ու չկա ինչ-որ մեկը, որ իրենց օգնի իրանք դուրս գան, այդ ժամանակ մարդիկ սուզվում են, խորտակվում են։ Կոնան, նման մի ֆիլմ կար, որի անունը չեմ հիշում, հերոսի անունն էր, եթե չեմ սխալվում, Կոնան, ինչ-որ sense մեծ թերով եւ այլ պարապած, հա, sense մկանոտ անձնավորություն, ու ուներ 2 sense փոքր կենդանիներ, չգիտեմ ինչ կենդանիներ են, այս ամեն սերիայում ինքը հաղթում է ամենատարբեր թշնամիներին, ինքը անպարտելի է, ես ոնց է լինում, ընկնում է ճահիճի մեջ, ու այդ հսկան, որ ամենազորն էր, չի կարողանում ինչ-որ բանից բռնել, ինչ անում է, ոնց անում է, սկսում է սուզվել, sense ճահիճից մենակ ձեռքն է վերջի պահին դուրս մնում ու այդ ժամանակ իր այդ փոքր կենդանիները գալիս են մի ճղի վրա, այդ իրենց ծանրության հաշվին այդ ճյուղը իջնում է, այդ հերոսը բռնում է այդ ճյուղը, բարակ ճյուղը ու աստիճանաբար դուրս է գալիս։ Ու իմ մոտ էմոցիոնալ տես տպավորվել էր երեխա ժամանակ, որ եթե մարդ ընկավ ճահիճի մեջ ու մարդ չկա կողքը, դա հավասարազոր է մահվան։ Ու այդ տեսանյութը բերեց միանգամից իմ ենթագիտակցության մեջ առկա այդ հիշողության մեջ ինֆորմացիան արձագանք գտավ դրա հետ ու որոշեցի նայեմ, ուտեղ մասնագետը բացատրում էր, թե ինչու են մարդիկ ճահճի մեջ ընկնելուց խորտակվում, սուզվում, որ իրականում ճահճում առկա արքիմեդյան ուժը ավելի մեծ է, քան ջրում, այսինքն ջրի մեջ մարդու սուզվելը ավելի մեծ հավանական է, քան ճահիճներում։ Եվ նա բացատրեց, որ քանի որ մածուծիկ մասսա է ճահճային, հա,
ճահճում արկա է մածուցիկ մասա եւ մարդը երբ որ անկանոն շարժումներ է անում ոտքով ուզում է բրդի որպեսզի բարձրանա վերև իր ոտքի տակ ինքը լրացուցիչ փոս է առաջացնում եւ մի փոքր ավելի ինքը այդ փոսի մեջ է իջնում այն մյուս ոտքով է բրդում այդ մյուս ոտքով է մի փոքր ինչքան ինքը փորձում է բրդի դուրս գա այնքան ինքը իրան ավելի է սուզում, հա, այնքան ավելի է խորտակում մարդ իրը։ Ու այդ մասնագետը ասաց ոչ մի բան պետք չի անել ոտքերով, ձեռքերով։ Ընդհանրապես ձեզ եթե հանգիստ թողնեք, այդ արքիմեդյան ուժի հաշվին դուք մի որոշակի ժամանակ հետո բարձրանալու եք վերև։ Իսկ եթե ուզում եք ավելի արագ դուրս գալ, ուղղակի ձեր գոտկատեղի հատվածից դուք պարկում եք ճահճի մակերեսի վրա, ձեր մակերեսը ձեռքերով կրծքավանդակով մակերեսը շատ է լինում ու դուք աստիճանաբար կարողանում եք կամաց շարժումներով ոտքը բարձրացնեք, հա, հետևի մեկը վերև, հետո այն մյուսը ու աստիճանաբար դուրս եք գալիս։ Ու այդ տարիների, հա, իմ մտահոգությունը, որ ճահիճը, չգիտեմ ինչ, դե Հայաստանում էլ չկա, բայց այդ երեխա ժամանակվանից մնացել է, ասենց իմ հոգին մի տեսակ հանգստացավ։ Ինձ շատ հանգիստ զգացի այդ տեսանյութը նայելուց։ Նես չէ, որ ամեն օր ճահճի էի հանդիպելու, բայց երեխա ժամանակն էս տպավորվել է։ Հիմա ինչու՞մն է հարցը, երբ որ կա ինչ-որ արտակարգ իրավիճակ, այդ իրավիճակը իր մեջ պարունակում է վտանգներ, այդ վտանգները շատ ժամանակ այդքան վտանգավոր չեն, որքան վտանգավոր են մեր չիմացությունը, թե ինչ անենք։ Երբ որ կան ուղեցույցեր, երբ որ մենք գիտենք, օրինակ, այս արտակարգ իրավիճակի ժամանակ, չգիտեմ, երկրաշարժի ժամանակ, հրդեհի ժամանակ, ամենատարբեր հնարավոր, հա, իրավիճակներում վտանգավոր, երբ որ մենք գիտենք մեր անելիքները, մենք այդ իրավիճակներում շատ հանգիստ, ասես մեխանիկորեն մեր գործերը անում ենք։ Օրինակ, պատերազմական իրավիճակներում հիմնական զոհերի, հա, պատճառը հանդիսանում են բեկորային վիրավորումների հետևանքով արյունահոսությունները։ Երբ որ մարդ ձեռքը, ոտքը, դե կրծքավանդակը, գլուխը պաշտպանված են, ազատ մասերը վերջույթներն են, շատ ժամանակ վերջույթները արյունահոսում են ու դրանից մահանում են բավականին մեծ թվով մարդիկ, զինվորներ։ Եվ եթե հասարակ ժգուտը, տուրնիկետը մարդ չգիտի, որ պետք է այդ ժամանակ արագ միանգամից ստուգի, որ վերջույթն է, նայի այդ ժգուտը դնի ընդամենը մի 15-20 30 վայրկյանի ընթացքում, դա բերելու է մահվան։ Երբ որ կա արտակարգ իրավիճակ, բայց ինքը չգիտի իր անելիքները, այդ չիմացության պատճառով այդ արտակարգ իրավիճակի հնարավոր վատ դրսևորումները դրսևորվում են։ Բայց երբ որ մարդ գիտի իր անելիքները, թե ինչ պետք է անի, այդ ժամանակ, երբ որ նույնիսկ գալիս է այդ վիճակը, մարդ հանգիստ անում է ու իրեն էլ վտանգ չի սպառնում։ Նման կերպ դա կլինի ճահիճը, թե արյունահոսությունների ժամանակ տուրնիկետ դնելը, թե տագնապային գրոհների ժամանակ, երբ որ մենք կարողանում ենք կառավարել մեր մարմնական եւ մեր հոգեբանական process-ները, երբ որ գիտենք, թե ինչ է պետք անել, այս ժամանակ արդեն այդ տագնապի գրոհը իր ազդեցությունը մաքսիմալ ձևով չի դրսևորվում, թեթև, մինիմալ, հանգիստ, հա, տագնապն է, սկսեց, հա, հեսա ժամանակով, այս վարժությունը անում եմ, այս անում եմ, մեն անում եմ, всё, ինքը անցավ, առաջացավ, ես չեմ ասում, այդ վարժությունները ձեզ ազատելու են տագնապից, ես չեմ ասում 3 օրվա ընթացքում սովորեցնելու եմ ձեզ, ոնց ազատվել, որ ձեր մոտ չլինի, ես ասում եմ սովորեցնելու եմ, թե ինչպես դուք կառավարեք ձեր մարմնական եւ հոգեբանական process-ները, որ տագնապի գրոհները այն ազդեցությունը չունենան, որ դուք կարողանաք նորմալ կենսագործունեություն ունենալ։ Ոչ թե օրինակ այս վարժությունները, երբ որ ես սովորեցնում եմ իմ այցելուներին, արդեն շտապ օգնության կանչ չի լինում։ Այս 3 օրյա վարժությունների մեջ մտնում է հենց մի հատ սոս փաթեթ, ոչ թե սոց, այլ սոս փաթեթ, շտապ օգնության արտակարգ իրավիճակների հստակ հերթականություն, թե ինչա պետք անել, երբ որ սկսում է տագնապային վիճակը, տագնապի գրոհը, ու այդ վարժությունները անելով արդեն մենք էլ կարիք չենք ունենում, չենք հայտնվում այդ անելանելիության մեջ։ Պետք չի լինում մենք գնանք բժշկի, շտապ օգնություն կանչենք։ Process-ը ինքնըստինքյան արդեն հարթվում է, կարգավորվում է։
Մյուս կարևոր կետը այդ 3-օրյա աշխատանքի ժամանակ ֆիզիկական մարմնի էմոցիաների, մտքերի այդ կառավարման վարժություններից բացի, սոս այդ փաթեթից բացի, նաև մտնում է հոգատարության խումբը։ Ինչ է իրենից ներկայացնում, սա փակ խումբ է, որտեղ միայն այդ 3-օրյա աշխատանքի մասնակիցներն են, այսինքն մարդիկ են, ովքեր ունեն այդ խնդիրները, եւ այդ փակ խմբում դուք գրում եք ձեր հարցերը եւ ես այնտեղ ձեր հարցերին պատասխանում եմ այդ ֆորմատով։ Սա անհատական աշխատանք չի, սա ինքնուրույն աշխատանք է, ուղղակի որպես լրացուցիչ հնարավորություն, որ եթե առաջանան հարցեր, ես այս վարժությունը ճիշտ եմ անում, թե ոչ, իմ մոտ դիտվեց այս արդյունքը, սա նորմալ է, թե ոչ։ Մի խոսքով, ձեր հարցերին ես պատասխանելու եմ մաքսիմալ հնարավորինս շուտ։ Եթե օրինակ հիմա այս տեսանյութը մոտ 1 ժամ ես ձայնագրում եմ, 1 ժամ օրինակ ես հաստատ չեմ պատասխանելու, կամ եթե իմ մոտ այցելու կա մոտ 1-1.5 ժամ, ես չեմ կարող ֆիզիկապես պատասխանել, բայց օրվա մեջ, երբ ունենում եմ ազատ ժամանակ, ես մտնում եմ այդ խումբ եւ հատ առ հատ պատասխանում եմ ձեր բոլոր հարցերին։ Մյուս կարևոր հնարավորությունը այն է, որտեղ դուք կշփվեք ձեր նման խնդիր ունեցող մարդկանց հետ եւ կտեսնեք, որ իրականում դուք միակը չեք, բոլորի մոտ էլ կա այդ խնդիրը, որոշակի ծանոթություն ձեռք կբերեք եւ ասես խմբային մակարդակով միասնական ձևով ավելի հեշտ կգնանք առաջ ձեր խնդրի լուծման կարգավորման համար։ Մյուս կարևոր, այսպես ասած, բաղադրիչը այդ 3-օրյա աշխատանքին, երբ որ դուք ձեռք բերեք, լինելու է 21 րոպեանոց հատուկ մեդիտատիվ աշխատանք, եթե դիտել եք տեսանյութը այդ այցելուից հետ, որ պատմեց, որ պետք է հեռու ճանապարհ գնար Ամերիկայում մինչև Հիվանդանոց, որտեղ նշանակված էր իր հետազոտությունը, ես առաջի օրը մեր հանդիպումից հետո որպես ասենց ասած ստրախովկա ես իրան ուղարկել էի այս ձայնագրությունը, որպեսզի շատ չվատանա ինքը, մինչև մենք հասնենք այն անհրաժեշտ խորության աշխատանքի, մինչև ինքը սովորի այս ամենը կառավարել, մինչև մենք հասնենք ենթագիտակցականի հետ աշխատանքին, ու ինքը շատ լավ պատմեց այդ տեսանյութում, որ մինչև տեղ հասնելը ինքը ձայնագրությունը լսել էր ու իր մոտ ամեն ինչ sense հանգստացել, հանդարտվել էր, ասում պետքա մտնեի բժշկի մոտ, ինձ պետքա հարցնել ինչից ես գանգատվում, ես այդ պահին գանգատ չունեի։ Եվ նաև նրանք, ովքեր ձեռք կբերեն այդ 3-օրյա աշխատանքը, կստանան նաև այս 21 րոպեանոց ձայնագրությունը, որը կօգնի էլի տագնապային վիճակները արդեն իմ խոսքերի միջոցով հանդարտացնել, հանգստացնել, մինչև դուք այդ 3 օրվա ընթացքում կսովորեք ինքնուրույն այդ ամենը անել։ Եվ այս ամենը, որի մեջ մտնում է 21 րոպեանոց ձայնագրությունը, որի մեջ մտնում է հոգատարության փակ խումբը, որտեղ ես ձեզ պատասխանում եմ ձեր բոլոր հարցերին, որի մեջ մտնում է աշխատանքը ձեր մարմնական զգացողությունների հետ, որի մեջ մտնում է ձեր հոգեբանական, էմոցիաների ու մտքերի կառավարման վարժությունները, 3 հստակ աշխատող վարժություններ, որոնք դուք սովորելու եք, ձեր վրա հստակ զգալու եք, այս ամբողջը միասին 3 օրվա աշխատանքի համար 9900 դրամ է։ Եվ սա բավականին մատչելի գին է նման աշխատանքի, նման արդյունքի համար, եւ ամենակարևորը իմ խնդիրը ինչ-որ բան վաճառելը չի։ Իմ առաջնային խնդիրը իմ մասնագիտությունից, իմ մարդկային արժեքներից ելնելով ձեզ օգնելն է։ Եթե դուք այդ տեսանյութը ձեռք եք բերում, եթե անում եք այդ ամենը, ոնց որ ես ասում եմ, խորհուրդ եմ տալիս եւ տեսանյութի ընթացքում եւ ինքնուրույն անելու, այն ամենը ինչ որ դուք անում եք, ոնց որ ես ձեզ ասում եմ, եւ արդյունք չեք ունենում, դուք կարող եք ինձ գրել եւ ես առանց հարց ու պատասխանի ձեր գումարը հետ կվերադարձնեմ։ Եթե իմ ծառայությունը, իմ այդ վիդեո ֆորմատով աշխատանքը ձեզ չի օգնում, ես ձեր գումարը հետ կվերադարձնեմ։ Բայց ասեմ, որ այդ ցուցանիշը շատ ցածր է լինելու, որովհետև ես մինչև վիդեո ֆորմատին անցնելը եւ բացի անհատական աշխատանքները նաև on-line խմբային ֆորմատով եմ աշխատել եւ
ոչ անհատական աշխատանքների ժամանակ, ոչ on-line, հա, խմբային ֆորմատով աշխատանքի ժամանակ ոչ ոք դեռևս հարցում չի արել, այսինքն ես իմ տված գործիքները, ինֆորմացիան միշտ եղել է օգտակար, կարևոր, օգնել է մարդկանց, բայց մարդը, եթե հանկարծ չօգնեց, ես ձեր գումարը վերադարձնում եմ ձեզ։ Դա այսպես երաշխիքի նման, որպեսզի դուք վստահ լինեք, որ ոչինչ կորցնելու չունեք, բացի գտնելուց։ Բայց եթե դուք իրոք սովորեցիք, իրոք կատարեցիք, ձեր կյանքի որակը արդեն փոխվելու է։ Շտապօգնության կարիք այս 3 օրվա արդյունքում դուք չեք ունենալու։ Բայց ասում եմ, պատասխանատվությունը ձեր վրա է։ Ցուցումները ոնց տեսանյութերում եղավ, որ պետքա, չգիտեմ, ժամը 1 այս վարժությունը անել, այս հմտությունը սովորել, բարդ բաներ չկա, ինչ-որ ծանր աշխատանք չկա, բայց պետքա հետևողական, համբերատար աշխատանք։ Ու մի քանի օրվա ընթացքում դուք այդ արդյունքը հաստատ կունենաք։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ որ մենք չենք աշխատում մեր տագնապային վիճակների հետ։ Մի մաս ինֆորմացիան ես տվեցի, բայց ավելի, հա, կոնկրետ այս աշխատանքը եթե ձեռք չբերեք, իմ բոլոր, հա, այցելուների նման հիմնականում շատ հազվադեպ է լինում, որ նոր սկսված տագնապային գրոհներ է, ու մարդիկ գալիս են ու տենց ինչ-որ տարիների հետազոտություններ, փորձ եւ այլ չկա։ Հիմնականում գալիս են մարդիկ, ովքեր տարբեր կլինիկաներով, չգիտեմ ինչով պատտվել են sense հետազոտություններով, մեծ գումարներ կորցնելով, բավականին ժամանակ կորցնելով, այդ ընթացքում առհասարակ կարելի ասել չեն աշխատել, այլ կյանքի որակի մասին չասեմ, որ չեն ապրում մարդիկ, ուղղակի դա ապրել չի։ Մի խոսքով, եթե հիմա դուք այս նշածս գումարը չեք ներդնում ձեր առողջության վրա, ձեր հոգեբանական առողջության վրա, դա ձեր վրա ավելի թանկ է նստում, որովհետև անցնում է ժամանակը, դուք այս ընթացքը, հա, տագնապային վիճակներում դա ապրել չի։ Անցնում է ժամանակը տարբեր հետազոտությունների, բժշկական ստուգումների վրա, կորցնում եք ձեր գումարները այդ process-ների վրա, հետազոտությունների, կատեների, չգիտեմ, եւ այլ, եւ արդյունքը մնում է այն, որ ոչ մի բան չի փոխվում։ Ունեք ժամանակի կորուստ, գումարի կորուստ, աշխատունակության անկում, իրական կյանքով չապրել ու աստիճանաբար հարմարվել, սովորել, ադապտացվել այդ վիճակին։ Այս սիմվոլիկ գումարը, որովհետև երբ որ դուք թիրապետեցիք այս աշխատանքին, դուք ինձ ասելու եք շնորհակալություն, որ ես ձեզ սովորեցրեցի այս ամեն ինչը նման գումարի դիմաց, որովհետև իմ կոնսուլտացիաների գինը այդ նշված 3 օրվա աշխատանքի գնից մի քանի անգամ ավելի բարձր է, բայց ես իմ անհատական կոնսուլտացիաների ժամանակ հենց այդ գործիքներն եմ տալիս, հենց այդ գործիքներն եմ սովորեցնում։ Եվ այս փուլը բավականին մատչելի է, իրոք բառացիորեն մատչելի է, ժողովուրդ, դա չի քննարկվում։ Ու իմ նպատակը հենց կայանում է, որպեսզի ես հնարավորինս շատ մարդկանց կարողանամ օգնել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տագնապը կառավարել։ Ես ասում եմ ամեն ինչ պարզ է, շատ պարզ է, բայց պարզ չի նշանակում հեշտ, պետք է աշխատել։ Դուք ինքներդ պետք է աշխատեք, որ ունենաք այդ արդյունքը։ Մանրամասները կգտնեք այս տեսանյութի ներքևում կամ ձեզ կգա առանձին էլեկտրոնային նամակի ձևով հղումներ, որոնց միջոցով դուք կարող եք մտնել, ծանոթանալ այդ կուրսին, այդ աշխատանքին 3 օրվա, իրականացնել վճարումը եւ անմիջապես րոպեներ անց ստանալ ու սկսել աշխատանք, ինչի համար էլ ձգձգել, բավական է։